Եկեղեցականներին սատարելու, եկեղեցու կողքին կանգնելու համար կալանավորել են բարերար գործարար Սամվել Կարապետյանին։ Ինչպես եք դրան վերաբերվում, ինչ կարծիք ունեք այս մասով։ Ստեղի չեմ, բայց եկեղեցուն պաշտպանելը միշտ պետք է պաշտպանել։ Եկեղեցին մեր սուրբությունն է։ Լավ չեմ վերաբերվում։ Ես դեռ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը շատ սխալ եմ համարում։ Անկախ ինչ համար են ձերբակալում։ Ինքը շատ լավ բարերար է։ Ճիշտ են օրը։ Իհարկե չէ, բայց այդ ճակերտավոր ընդդիմադիրներն էլ մի առիթ են ման գալիս, որ ժողովրդի աչքին թոս փչեն, նրանք էլ մի բան չեն։ Աշտեր հանեցին էլա։ Ոչ։ Ախր ես բան եք ասում, այդ սատանեմ, թուրքը ինչ ուզում են անում, ինչի մասին է խոսքը։ Թուրք բառից բուն իմաստով 100 միլիոն տոկոսանոց թուրկանա։ Սա խայտարակությունը այ մարդ, ես ինչ բան արա։ Բայց թուրքին բերել նշանակել են երկրի ղեկավարել, ինչ եք ուզում ելներ։ Ցավը տանեմ, կներեք ժամանակս չի ներում իսկականից դրան կախելը քիչ է։ Իրա համար բան չեմ կարա ասեմ, բայց եկեղեցու համար կարամ ասեմ։ Բոլորս Քրիստոսի անդամներն ենք, անկախ անվանումից, ու իմ համար ամենակարևորը հոգով ու ճշմարտությամբ ընդունելն է։ Թե հիմա մենք Քրիստոսի մարմնի որ անդամը կլինենք, բոլորս իրանն ենք պատկանում ու շատ կուզենայի, որ մեր այդ միաբանությունը լիներ, բաժանում չլիներ եկեղեցիների մեջ, որպեսզի մեր ժողովուրդն էլ իր ճշմարտությունն ու խաղաղությունը գտներ, իրապես իսկական կենդանի Աստծուն հանդիպեին, ոչ թե եկեղեցու անունով որոշեին ճիշտն ու սխալը, այլ իրապես կենդանի Աստծուն հանդիպեին։ Ես ճիշտ չեմ համարվում։ Շատ վատ։ Շատ բացասական եմ գնահատում։ Մեր մի բարերար էին Բաքու են դատում, ստեղի թուրքուն էլ Սամվելին է դատում։ Դա ճիշտ է։ Ինչու՞ 말 է ինքը քիթը խոտ է, իրան չվերաբերող գործերի մեջ, ինչ գործ ունի պես բաներ է ինքը։ Թող ինքը իր գործերով զբաղվի։ Մարդիկ ընդերվե բաներները կառուցում են երգիրը բանակցություն են անում, խաղաղություն եղնի մեջ է ինքը, ինչու՞ 말, ինչ պետք է պես բաներ է անում, որպես ինչ։ Թող ինքը իր գործերով բիզնեսով զբաղվի, օգնե մարդկանց, ոչ թե քիթը խոտ է քաղաքականության մեջ, որ իրան չի վերաբերվում։ Դե իհարկե պետք չի կալանավորել, ինչ արել այդ մարդը։ Ոչ չի արել վատ բան, կարծում եմ։ Այն որ եկեղեցուն մարդուն են կպնում, արդեն իսկ բացասական է։ Ինքը մեծ մարդ է, հնես չի որ հասարակ մարդ է, միլիարդատեր է, ինչ գործ ունեք նրա հետ։ Ազգի համար ինչ ասես արել է, ով ազգի համար ինչ անում է, կալանավորում են, ով գրագետ է, ով լավ մարդ է, ով ում վրա չի կարում, բռնում կալանավորում է։ Էտա կարում, շատ կարճ ժամկետ է մնացել իրան, իր գործնեությունը ավարտվելու համար։ Ուրիշ ոչ մի բան ինչ պետք է անի, ինչ գրագետ մարդուն ինչ կարող անի անգրագետ մարդը, որը երկրի ղեկավար ելնելով քենա քշումը ժողովրդի վրա, բառի խոսքի ազատության համար։ Ինչն է պատճառը չենք իմանում, երբ ինքը խնդիրներ ունի։ Շատ վատ, ուրիշ տարբերակ չունեն, իրանց ապուշ վիճակը ցույց տալու։ Նորմալ մարդուն կալանավորում են ճիշտ բառեր ասելու համար, սխալ է դա։